Երբևէ մտածել եք, թե ինչու է հավատը այդքան հզոր։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք իսկապես ամեն ինչ հանձնում ենք Աստծո ձեռքը։ Հնարավոր է հիմա դուք դժվար պահ եք ապրում, երբ թվում է, թե ամեն ինչ անհնար է լուծել։ Արդեն աղոթել եք, խնդրել եք, բայց չեք տեսնում պատասխանը։ Իսկ եթե ասեմ ձեզ, որ կա գաղտնիք, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած իրավիճակ, ինչ է թե ձեր կյանքի փոխակերպման բանալին ոչ թե ձեր ձեռքում է, այլ ձեր հավատի մեջ։ Հիսուսը մեզ սովորեցնում է Մատթեոսի ավետարանում 17-րդ գլուխ 20-րդ համարում. Քանի որ ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դուք ունենաք հավատ մանանեխի հատիկի չափ եւ ասեք այս լեռանը տեղափոխվի այստեղից այնտեղ, այն կտեղափոխվի եւ ոչինչ անհնար չի լինի ձեզ համար։ Հավատը ունի լեռները տեղափոխելու ուժ, ոչ թե որովհետև դա կախարդանք է, այլ որովհետև այն ուղղակիորեն կապում է ձեզ Աստծո հետ, ով կառավարում է անհնարը։ Այսօր ես ձեզ կցուցադրեմ, թե իսկապես ինչ է տեղի ունենում, երբ մենք հավատը դնում ենք Աստծո վրա։ Անկախ նրանից, թե որքան մեծ է ձեր հավատը հիմա, նույնիսկ եթե այն փոքր է ինչպես մանանեխի հատիկը, այն կարող է փոխել ձեր կյանքը այնպես, ինչպես դուք երբեք չէիք պատկերացրել։ Ուստի մնացեք ինձ հետ մինչև վերջ, որովհետև այն փոխակերպումը, որին դուք փնտրում եք, կարող է սկսվել հենց այստեղ։ Եկեք միասին բացահայտենք անհավանական ուժը, որը թաքնված է Աստծո ծրագրին լիակատար վստահության մեջ ձեր կյանքի համար։ Շարունակելուց առաջ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ լայք դնել այս տեսանյութին։ Սա կօգնի այս ուղերձը հասցնել ավելի շատ մարդկանց, օրհնելով նրանց կյանքը Աստծո խոսքով։ Աստվածաշունչը կրկին ու կրկին ցույց է տալիս մեզ, որ հավատը ոչ միայն զգացողություն կամ անորոշ համոզմունք է, այլ կենդանի ուժ, որը շարժում է գերբնականը եւ կապում է մեզ ուղղակիորեն Աստծո սրտի հետ։ Սկզբից ի վեր մենք տեսնում ենք, թե ինչպես է հավատի ուժը փոխակերպում իրականությունը եւ ստեղծում այն, ինչը թվում էր անհնար։ Ամբողջ Աստվածաշնչում տղամարդիկ եւ կանայք, որոնք վստահում էին Աստծուն հավատի միջոցով, ապրում էին հրաշքներ, ազատագրություն, հաղթանակներ եւ բժշկություններ։ Մտածեք Նոյի հավատի մասին, ով չտեսնելով անձրևի ոչ մի կաթիլ կառուցեց տապանը, հավատալով Աստծո խոստումանը, կամ Մովսեսի հավատի մասին, ով բարձրացրեց իր գավազանը եւ տեսավ, թե ինչպես է ծովը բաժանվում ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։ Սրանք ոչ միայն հեռավոր անցյալի պատմություններ են, այլ կենդանի հիշեցումներ, որ հավատը կարող է փոխել հանգամանքները, մարտահրավեր նետել անհնարին եւ բացահայտել Աստծո ուժը մեր կյանքում։ Իր ուսմունքներում Հիսուսը միշտ ընդգծում էր հավատի կենտրոնական դերը։ Նա ասում է Մարկոսի ավետարանում 11-րդ գլուխ 24-րդ համարում. Դրա համար եմ ասում ձեզ, ամեն ինչ խնդրեք աղոթքում, հավատացեք, որ կստանաք եւ կլինի ձեզ։ Հավատը այն կապն է, որը մեր աղոթքները վերածում է պատասխանների, մեր պայքարները հաղթանակների, հզոր վկայությունների։ Բայց հավատի ճանապարհը հեշտ չէ եւ զուրկ չէ փորձություններից։ Հաճախ այն կփորձարկվի, կլինեն լռության պահեր, անորոշության եւ նույնիսկ թվացial պարտության։ Այդպես էր Աբ รา համի հետ, ով տարիներ սպասեց, որ Աստծո խոստումը կատարվի, ով իր ամենածանր տառապանքների մեջ երբեք չդադարեց հավատալ։ Հենց այդպիսի պահերին Աստծո ուժը դրսևորվում է ամենավառ կերպով։ Գուցե հիմա դուք հարցնում եք ինքներդ ձեզ. բավարար է իմ հավատը, կարող եմ ես տեսնել այդ ուժը իմ կյանքում։ Պատասխանը պարզ է. այո, դուք կարող եք։ Գործը ոչ թե ձեր հավատի չափի մեջ է, այլ նրանում, ում վրա եք դնում այն, Աստծուն։ Հենց նա է անհնարը դարձնում հնարավոր։ Ուստի խորանալով հավատի փոխակերպող ուժի մեջ, բացեք ձեր սիրտը այն հնարավորության համար, որ Աստված կարող է մեծ գործեր կատարել ձեր կյանքում, ինչպես որ արել են նրանց համար, ովքեր եղել են մեզանից առաջ։ Եթե ուզում եք, որ հավատի ուժը իսկապես փոխի ձեր կյանքը, աղոթքը պետք է դառնա դրա հիմքը։ Հավատը եւ աղոթքը ձեռք ձեռքի տված են գնում, որովհետև հենց աղոթքի միջոցով դուք կապվում եք առաջին բանը, որ տեղի է ունենում, երբ մենք հավատը դնում ենք Աստծո վրա, այն է, որ մեր հայացքը հանգամանքների վրա ամբողջովին փոխվում է։ Հավատը չի թողնում մեզ այնտեղ, ինչ տեսնում կամ զգում ենք։ Ընդհակառակը, այն բացում է մեր հոգևոր աչքերը, տեսնելու թե ինչ է անում Աստված, նույնիսկ երբ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Երբ մենք մեր հոգսերը եւ դժվարությունները հանձնում ենք Աստծո ձեռքը, նա մեզ տալիս է կարողություն իրավիճակները նոր աչքերով նայելու, հավատի աչքերով։ Սա մեզ վստահություն է տալիս, որ նա վերահսկում է ամեն ինչ, նույնիսկ երբ շրջակայքում ամեն ինչ թվում է փլուզվող։ Սարան եւ Աբ รา համը արդեն ծեր էին, եւ Սարան երբեք չէր կարողացել երեխա ունենալ։ Առաջին հայացքից խոստումը թվում էր անհնար, բայց Աբ รา համը ընտրեց վստահել Աստծուն։ Հռոմեացիներին նամակում 4-րդ գլուխ 21-րդ համարում առաքյալ Պողոսը հիշեցնում է մեզ այդ անհավանական հավատի մասին։ Նա լիովին համոզված էր, որ Աստված հզոր է կատարել խոստացվածը։ Աբ รา համը հավատաց Աստծո խոսքին, եւ այդ հավատի շնորհիվ Աստված ոչ միայն կատարեց իր խոստումը, այլև ամբողջովին փոխակերպեց Աբ รา համի եւ Սարայի իրականությունը։ Ահա թե ինչ է հավատի ուժը։ Այն թույլ է տալիս տեսնել անտեսանելին եւ հավատալ անհնարին։
Հավատը չի հիմնում հանգամանքների վրա, այլ Աստծուն, ով կառավարում է ամեն ինչ։ Երբ մենք վստահում ենք Աստծուն, նա գործում է մեր օգտին այնպիսի ձևերով, որոնք մենք ոչ միշտ կարող ենք անմիջապես հասկանալ։ Կարևոր է հիշել, որ հավատը հաճախ կոչ է անում սпасել եւ համբերատար լինել, նույնիսկ երբ մենք չենք տեսնում ակնթարթային արդյունքներ։ Բայց հենց այդպիսի պահերին հավատը ամրապնդում է մեզ։ Եկեք նայենք Հովսեփի օրինակին, հավատի մեկ այլ մեծ մարդու։ Աստված Հովսեփին տվեց զարմանալի երազներ այն մասին, որ նա կդառնա առաջնորդ եւ կիշխի իր ընտանիքի վրա։ Բայց նախքան խոստումը կկատարվի, Հովսեփը վաճառվեց ստրկության իր եղբայրների կողմից։ Տարիներ անցկացրեց բանտում, անարդար մեղադրված, եւ մոռացվեց նրանց կողմից ում օգնել էր։ Մարդկային տեսանկյունից Հովսեփի հանգամանքները սարսափելի էին, սակայն Հովսեփը պահպանեց իր հավատը եւ վստահությունը Տիրոջը, եւ ժամանակին Աստված բարձրացրեց նրան, դարձնելով Եգիպտոսում երկրորդը կարևորությամբ մարդը։ Հովսեփի հավատը պահպանեց նրան իր կյանքի ամենամութ պահերին, եւ ի վերջո նա տեսավ Աստծո խոստման կատարումը ամբողջովին անսովոր ձեռով։ Երբ մենք հավատը դնում ենք Աստծո վրա, դա նշանակում է հրաժարվել վերահսկողությունից եւ վստահել, որ նա գիտի, թե ինչ է լավագույնը մեզ համար։ Սա նշանակում է, որ երբեմն իրադարձությունները կզարգանան ոչ այնպես, ինչպես մենք ենք պատկերացրել, եւ ոչ այն ժամանակ, որ մենք կցանկանայինք։ Բայց հավատը մեզ վստահություն է տալիս, որ Աստված միշտ վերահսկում է ամեն ինչ, ուղղորդելով մեր կյանքի յուրաքանչյուր մանրուք դեպի մեր բարիքը։ Եսայի մարգարեի գրքում 55-րդ գլուխ 8-9 համարներում Աստված ինքն է ասում. «Քանի որ իմ մտքերը ձեր մտքերը չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, բայց ինչպես երկինքը բարձր է երկրից, այնպես իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից եւ իմ մտքերը ձեր մտքերից»։ Հավատը թույլ է տալիս հանգստանալ այդ գիտակցության մեջ։ Երբ Աբրահամը տարիներ սպասում էր որդու խոստման կատարմանը, երբ Հովսեփը տառապում էր տարիներ անարդարության մեջ, նրանք ճիշտ չգիտեին, թե ինչպես Աստված կգործի, բայց վստահում էին, որ նա կգործի, եւ հենց դրան է կոչում մեզ Աստված։ Հնարավոր է հիմա դուք ապրում եք խնդիրներ, որոնք թվում են անհաղթահարելի, լինի դա առողջության, ֆինանսների, հարաբերությունների կամ նույնիսկ ձեր հոգևոր ճանապարհի մեջ։ Լավ նորությունն այն է, որ ինչպես Աստված փոխեց Աբրահամի եւ Հովսեփի հանգամանքները, նա կարող է փոխել նաեւ ձերը։ Դրա բանալին հավատը դնել նրա վրա, հավատալով, որ նա կգործի։ Այդպիսով փոխվում է արտաքին իրավիճակը, հաճախ ամենամեծ հրաշքները տեղի են ունենում մեր ներսում։ Աստված օգտագործում է դժվար հանգամանքները, ձևավորելու մեր բնավորությունը, ամրապնդելու մեր օքին եւ մոտեցնելու մեզ իրեն։ Երբ մենք վստահում ենք Աստծուն դժվարությունների մեջ, նա փոխակերպում է մեզ, դարձնելով ավելի նման Քրիստոսին եւ դարձնելով մենք իր ուժի եւ սիրո կենթանի վկաներ։ Ուստի եթե ձեզ թվում է, որ շրջակա հանգամանքները չափազանց մեծ են, հիշեք, Աստված ավելի մեծ է ցանկացածից։ Ինչպես Աբրահամը եւ Հովսեփը, թույլ տվեք, որ ձեր հավատը Աստծուն լինի ձեր ուղեցույցը կյանքի յուրաքանչյուր մարտահրավերի մեջ։ Հավատը ունի լեռները տեղափոխելու ուժ, բայց նախ եւ առաջ այն կարող է փոխել այն, թե ինչպես եք դուք հանդիպում կյանքի յուրաքանչյուր մարտահրավերի։ Աստված ձեզ հետ է, նա վերահսկում է ամեն ինչ եւ ժամանակին դուք կտեսնեք, թե ինչպես է իր հզոր ձեռքը գործում ձեր կյանքում։ Երկրորդ բանը, որ տեղի է ունենում, երբ մենք հավատը դնում ենք Աստծո վրա, այն է, որ այն դառնում է հզոր վահան վախի դեմ։ Վախը հավատի գլխավոր թշնամիներից մեկն է։ Այն հաճախ կատվածահար է անում մեզ, խոչընդոտելով որոշումներ կայացնել կամ վստահել, որ Աստված վերահսկում է ամեն ինչ։ Սակայն երբ մենք ունենք հավատ Աստծուն, այն գործում է որպես հոգևոր պաշտպանություն, տալիս մեզ ուժ դիմակայելու ամենադժվար իրավիճակներին առանց վախը տիրելու մեզ։ Մենք տեսնում ենք բազմաթիվ օրինակներ մարդկանց, որոնք սարսափելի հանգամանքներում վստահել են Աստծուն եւ հավատի միջոցով հաղթել վախին։ Նրանցից մեկը Դավիթն է, ով դեռ պատանի լինելով դուրս եկավ հսկա Գողիաթի դեմ։ Իսրայելի բանակը սարսափում էր Գողիաթի չափերից եւ ուժից։ Մարդկային տեսանկյունից նա անպարտելի էր, բայց Դավիթն ուներ այն, ինչ չունեին մյուս զինվորները՝ անսասան հավատ Աստծո ուժի հանդեպ։ Նա գիտեր, որ մենակ չի կռվում եւ խիզախորեն ասաց Գողիաթին. «Դու գալիս ես իմ դեմ սրով, նիզակով եւ վահանով, իսկ ես գալիս եմ քո դեմ Սաբաոթի Տիրոջ անունով, Իսրայելի զորքերի Աստծու, ում դու նախատինք ես»։ Առաջին Թագավորություններ 17:45։ Հենց դա տվեց Դավթին վստահություն դիմակայելու այդ հսկային։ Այն պաշտպանեց նրան վախից եւ հանգեցրեց հաղթանակի։ Հավատը գործում է նույն կերպ մեր կյանքում, երբ մեզ շրջապատում են խնդիրներ, կասկածներ եւ անորոշություն։ Վախը սկսում է տիրել մեզ։ Բնական է վախ զգալ այն իրավիճակների առաջ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Բայց հենց այդպիսի պահերին հավատը դառնում է որոշիչ գործոն։
Հավատը Աստծուն հիշեցնում է մեզ, որ մենակ չենք մեր պայքարներում, եւ որքան էլ մեծ լինեն փորձությունները, նա ունի ուժ պաշտպանելու մեզ եւ հանգեցնելու հաղթանակի։ Երբ մենք վստահում ենք Տիրոջը, վախը կորցնում է իր իշխանությունը։ Մեկ այլ տպավորիչ օրինակ. Հիսուսի աշակերտները Գալիլեական ծովում փոթորքի ժամանակ։ Նրանք սարսափած էին մտածելով, որ նավակը կխորտակվի։ Վախը լիովին գերել էր նրանց սրտերը, չնայած որ նրանք Հիսուսի ներկայության մեջ էին։ Բայց երբ նրանք օգնություն խնդրեցին, Հիսուսը վեր կացավ, հրամայեց քամուն եւ ալիքներին, եւ փոթորիկը հանդարտվեց։ Հետո նա հարցրեց նրանց. «Ինչու եք այդքան վախենում, մինչև հիմա հավատ չունեք»։ Մարկոսի ավետարան 4:40։ Հիսուսը այդ հարցը տվեց, որովհետև գիտեր, որ նրանց հավատը պետք է լիներ վահան վախի դեմ, նույնիսկ ամենասարսափելի իրավիճակներում։ Այս հատվածը մեզ կարևոր դաս է տալիս։ Վախը ձգտում է շեղել մեզ հավատից։ Երբ մենք հանդիպում ենք կյանքի փոթորիկների, լինի դա ֆինանսական ճգնաժամ, առողջության խնդիրներ կամ նույնիսկ հոգևոր փորձություններ, վախը փորձում է ստիպել մեզ հավատալ, որ մենակ ենք եւ ելք չկա։ Բայց հավատը, ինչպես աշակերտների դեպքում, հիշեցնում է մեզ, որ Հիսուսը մեր նավակում է։ Նա չի լքում մեզ կյանքի փոթորիկներում, եւ հենց նա ունի իշխանություն հանդարտեցնելու նույնիսկ ամենահզոր քամիները։ Եփեսացիներին նամակում 6-րդ գլուխ 16-րդ համարում Պողոսը խորհուրդ է տալիս մեզ օգտագործել հավատի վահանը, կասկածի եւ անհանգստության նետերի դեմ, որոնք թափանցում են մեր միտքը։ Թշնամին ուզում է, որ մենք կասկածենք Աստծո բարության եւ ուժի հանդեպ, որպեսզի վախը տիրի մեզ եւ կաթվածահար անի։ Սակայն հավատը գործում է որպես վահան, պաշտպանելով մեր միտքը եւ սիրտը այդ հարձակումներից։ Երբ մենք վստահում ենք Աստծուն եւ հիշում իր խոստումները, վախի եւ անհանգստության այդ նետերը կորցնում են իրենց ուժը։ Մենք պետք է ամրապնդենք մեր հավատը, որպեսզի այն այդպիսի պահերին պաշտպանի մեզ։ Եթե վախը փորձում է զավթել ձեզ եւ զրկել խաղաղությունից, հիշեք, որ Աստված երբեք չի լքի ձեզ։ Նա հավատարիմ է կատարելու իր խոստումները եւ ուղղորդելու ձեզ ամեն իրավիճակում։ Պատասխանը մշտական հաղորդակցության կյանքի մեջ է Աստծո հետ։ Սա ոչ թե ինչ-որ բան է, որ պարզապես հայտնվում է ճգնաժամի պահերին, այլ պետք է աճեցնել օր-օրի։ Սա նշանակում է ժամանակ անցկացնել աղոթքում, կարդալ Աստծո խոսքը եւ հիշեցնել ինքներդ ձեզ իր խոստումների մասին։ Աստվածաշունչը լի է հռչակումներով հաղթանակի, պաշտպանության եւ խաղաղության մասին, որոնք Աստված առաջարկում է մեզ, երբ մենք լցնում ենք մեր միտքը եւ սիրտը այդ ճշմարտություններով։ Մեր հավատը ամրապնդվում է, իսկ վախը կորցնում է իր իշխանությունը։ Բացի այդ, կարևոր է հիշել, որ հավատը ինքնաբերաբար չի վերացնում վախը, բայց տալիս է մեզ ուժ հաղթահարելու այն։ Դավիթը հավանաբար վախ էր զգում, երբ կանգնած էր Գողիաթի առաջ։ Աշակերտները վախ էին զգում փոթորքի ժամանակ։ Վախը մարդկային փորձառության մաս է, սակայն հավատը տալիս է մեզ խիզախություն, առաջ գնալու, նույնիսկ երբ վախը ներկա է։ Այն տալիս է մեզ վստահություն, որ ինչ էլ տեղի ունենա, Աստված վերահսկում է ամեն ինչ եւ կարող է պահպանել մեզ։ Մեկ այլ օրինակ, թե ինչպես է հավատը պաշտպանում մեզ վախից, Հեսու նավեի կյանքը։ Մովսեսի մահից հետո նա կանչված էր առաջնորդելու Իսրայելի ժողովրդին դեպի խոստացված երկիր։ Սա սարսափելի առաջադրանք էր, նրան սպասվում էին հզոր թշնամիների հետ կռիվներ եւ հսկայական ժողովրդի առաջնորդություն։ Սակայն Աստված բազմիցս քաջալերում էր նրան. «Վստահիր ինձ»։ Հեսու նավեի գրքում առաջին գլուխ 9-րդ համարում Աստված ասում է. «Եղիր ամուր եւ խիզախ, մի վախեցիր եւ մի սարսափիր, որովհետեւ քեզ հետ է Տեր Աստված քո, ուր էլ որ գնաս»։ Հեսու նավեն կարող էր կաթվածահար լինել վախից այդպիսի պատասխանատվության առաջ, բայց նա ընտրեց վստահել Աստծո խոստումանը, որ Աստված կլինի իր հետ։ Այդ հավատի շնորհիվ Հեսու նավեն առաջնորդեց Իսրայելին մեծ հաղթանակների։ Վախը կարող է թակել մեր դուռը, բայց Աստծուն հավատով մենք կարող ենք հանդիպել նրան բարձր գլուխով։ Հավատը հիշեցնում է մեզ, որ Աստված մեզ հետ է ամեն պահի, եւ ուրախության, եւ դժվարության մեջ։ Երբ վախը փորձում է զրկել ձեզ խաղաղությունից, հիշեք, որ Աստված երբեք չի լքի ձեզ։ Նա հավատարիմ է կատարելու իր խոստումները եւ ուղղորդելու ձեզ ամեն իրավիճակում։ Եթե զգում եք, որ վախը հաճախ փորձում է տիրել ձեր կյանքին եւ զրկել ձեզ խաղաղությունից, ես կոչ եմ անում ձեզ ամեն օր ամրապնդել ձեր հավատը, խորացնելով ձեր հարաբերությունները Աստծո հետ։ Դրա լավագույն ձևերից մեկը մշտական աղոթքն է։ Երրորդ բանը, որ տեղի է ունենում, երբ մենք հավատը դնում ենք Աստծո վրա, այն է, որ մենք սկսում ենք ապրել գերբնականը։ Հավատը ոչ միայն վերացական հասկացություն կամ տեսական համոզմունք է, այլ բանալի, որը թույլ է տալիս մեզ մուտք գործել Աստծո ուժ հրաշքներ կատարելու համար։
Ամբողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք օրինակներ մարդկանց, որոնք հավատի շնորհիվ դառնում էին գերբնական գործերի վկաներ, որոնք մարտահրավեր էին նետում ամբողջ մարդկային տրամաբանությանը։ Հրաշքները Աստծո ուժի դրսևորում են ֆիզիկական աշխարհում, եւ հավատը այն է, ինչ կապում է մեզ այդ աստվածային ուժի հետ։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ընդգծում էր, որ հավատը անհրաժեշտ է հրաշքներ կատարելու համար։ Շատ դեպքերում նա կապում էր բժշկությունները եւ հրաշքները նրանց հավատի հետ, ովքեր դիմում էին իրեն։ Ամենավառ օրինակներից մեկը կինը, ով 12 տարի տառապում էր արյունահոսությունից։ Նա փորձել էր ամեն ինչ, դիմել բժիշկների եւ ծախսել ամբողջ ունեցվածքը, բայց վիճակը չէր բարելավում։ Սակայն նա ուներ անսասան հավատ, որ եթե գոնե դիպչի Հիսուսի հագուստի եզրին, կբժշկվի։ Եվ այդպես էլ եղավ, դիպչելով Հիսուսի հագուստին, նա ակնթարթորեն բժշկվեց։ Հիսուսը, զգալով թե ինչ տեղի ունեցավ, ասաց. «Դուստր, քո հավատը փրկեց քեզ, գնա խաղաղությամբ եւ ապաքինվիր քո հիվանդությունից»։ Մարկոս 5:34։ Սա վառ օրինակ է, թե ինչպես է հավատը բացում դռները Աստծո ուժի գործողության համար եւ հրաշքներ կատարելու համար։ Հավատը ունի անհնարը իրականություն դարձնելու կարողություն։ Մատթեոսի ավետարանում Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ունենաք հավատ մանանեխի հատիկի չափ, կասեք այս լեռանը, տեղափոխվիր այստեղից այնտեղ, եւ այն կտեղափոխվի, եւ ոչինչ անհնար չի լինի ձեզ համար»։ Այստեղ Հիսուսը սովորեցնում է մեզ, որ կարևոր չէ հավատի չափը, այլ նրա որակը։ Իսկական հավատը, նույնիսկ եթե փոքր է, կարող է լեռներ տեղափոխել, որովհետև գործը մեր ուժի մեջ չէ, այլ Աստծո ուժի, որը դրսևորվում է մեր հավատի միջոցով։ Երբ մենք անկեղծորեն վստահում ենք Աստծուն, նա կատարում է այն, ինչը մարդկային տեսանկյունից թվում է անհնար։ Աստվածաշնչում հավատի եւ հրաշքի ամենամեծ օրինակներից մեկը Պետրոսի պատմությունը, ով քայլում էր ջրի վրա։ Երբ Հիսուսը երևաց քայլելով ծովի վրա փոթորկի ժամանակ, աշակերտները վախեցան, բայց Պետրոսը լի հավատով ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ գալ քեզ մոտ ջրերի վրա»։ Հիսուսն ասաց. «Գնա»։ Պետրոսը իջավ նավակից եւ քայլեց դեպի Հիսուսը։ Սակայն երբ նա աչքերը հեռացրեց Հիսուսից եւ ուշադրություն դարձրեց հզոր քամուն, սկսեց խորտակվել։ Պետրոսը բղավեց օգնության համար եւ Հիսուսը փրկեց նրան, ասելով. «Քիչ հավատ, ինչու կասկածեցիր»։ Մատթեոս 27:28-31։ Այս պատմությունը հզոր հիշեցում է, որ հավատը տալիս է մեզ կարողություն անել անհնարը, բայց երբ մենք թույլ ենք տալիս վախին կամ կասկածին մտնել մեր սիրտը, կարող ենք սկսել խորտակվել։ Հիսուսը ուզում է, որ մենք ունենանք հավատ, որը թույլ կտա ապրել արտասովորի աշխարհում։ Նա նույն Աստվածն է, ով հրաշքներ էր կատարում անցյալում, եւ իր ձեռքը դեռևս պարզված է։ Մարկոսի ավետարանում 9:23 Հիսուսն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է հավատացողին»։ Սա նշանակում է, որ նրանց համար, ովքեր հավատը դնում են Աստծո վրա, ոչինչ անհնար չէ։ Սակայն այդ հավատը պետք է լինի անկեղծ, իսկական եւ ամբողջովին ուղղված Աստծուն։ Մեկ այլ օրինակ հավատի, որը հանգեցրեց հրաշքի, կույր Բարթիմեոսի բժշկումը։ Նա կույր մուրած կաներ ապրելով ճանապարհի եզրին։ Երբ լսեց, որ Հիսուսը անցնում է, սկսեց բարձրաձայն կանչել. «Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Շրջապատողները փորձում էին լռեցնել նրան, բայց Բարթիմեոսը շարունակում էր կանչել անսասան հավատով, որ Հիսուսը կարող է բժշկել նրան։ Երբ Հիսուսը կանչեց նրան, Բարթիմեոսը վեր կացավ եւ գնաց դեպի նա։ Հիսուսը հարցրեց. «Ինչ ես ուզում»։ Բարթիմեոսը պատասխանեց. «Տեր, ուզում եմ տեսնել»։ Եվ Հիսուսն ասաց. «Գնա, քո հավատը փրկեց քեզ»։ Մարկոս 10:46-52։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ հավատը բացում է հրաշքի ճանապարհը, նույնիսկ երբ հանգամանքները թվում են անհույս։ Նույնը տեղի է ունենում մեր կյանքում այսօր։ Հավատը ոչ միայն թույլ է տալիս հավատալ հրաշքներին, այլև դնում է մեզ այնպիսի դիրքում, որ կարողանանք ընդունել դրանք։ Երբ մենք լիովին վստահում ենք Աստծուն, նա գործում է այնպիսի ձևերով, որոնք հաճախ դուրս են մեր հասկացողությունից։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հրաշքները կարող են տեղի ունենալ անսպասելի ձևերով։ Երբեմն Աստված գործում է այնպես, ինչպես մենք չենք հասկանում այդ պահին, բայց ժամանակի ընթացքում գիտակցում ենք, որ դա պատասխաններ էին մեր աղոթքներին։ Ինչպես ցույց են տալիս Աստվածաշնչի օրինակները, հավատը բերում է ոչ միայն ֆիզիկական հրաշքներ, ինչպես բժշկություն եւ ապահովում, այլև զգացմունքային եւ հոգեվոր հրաշքներ։ Աստված կարող է բժշկել զգացմունքային վերքերը, վերականգնել կործանված հարաբերությունները եւ փոխակերպել կարծրացած սրտերը։ Ամեն ինչ հնարավոր է դառնում, երբ մենք վստահում ենք նրան եւ թույլ ենք տալիս, որ իր կամքը կատարվի մեր կյանքում։ Ամենամեծ հրաշքը, որ կարող ենք ապրել, հոգևոր փոխակերպումն է, որը տեղի է ունենում, երբ մենք բացում ենք մեր սիրտերը եւ թույլ ենք տալիս Աստծուն առաջնորդել եւ ձևավորել մեզ իր կերպարով։
Ուստի եթե դուք փնտրում եք հրաշք ձեր կյանքում, լինի դա բժշկություն, ֆինանսական ապահովում, ընտանիքի վերականգնում կամ հոգևոր փոխակերպում, հավատացեք, որ Աստված կարող է անհնարը դարձնել հնարավոր։ Նա նույն Աստվածն է, ով բժշկում էր հիվանդներին, հարություն տվեց մեռելներին և 5 հացով ու 2 ձկներով կերակրեց հազարավորներին։ Այդ ուժը դեռևս հասանելի է այսօր նրանց համար, ովքեր հավատում են։ Հավատը բանալին է, որը բացում է դռները դեպի գերբնականը, երբ մենք լիովին վստահում ենք Աստծուն։ Հիշեք, որ նույն Հիսուսը, ով ասաց Բարթիմեոսին. «Քո հավատը պրկեց քեզ», այսօր ասում է մեզ, որ եթե հավատ ունենանք, կտեսնենք անհնարը մեր կյանքում։ Հավատացեք, վստահեք և սպասեք հրաշքի, որովհետև Աստված հավատարիմ է կատարելու իր խոստումը։ Հավատի ամենամեծ պարգևը հավիտենական կյանքն է։ Հովհաննեսի ավետարանում 3-րդ գլուխ 16-րդ համարում ասվում է. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք»։ Հավատը Հիսուս Քրիստոսին երաշխավորում է մեզ Աստծո ամենամեծ պարգևը՝ փրկություն և հավիտենական կյանք։ Նրանց համար, ովքեր պահպանում են հավատը մինչև վերջ, անկախ այս աշխարհում ինչի միջով են անցնում, կարող են վստահ լինել, որ նրանց սպասվում է հավիտենական պարգև Աստծո ներկայության մեջ։ Սակայն բացի հավիտենական կյանքից, հավատը բերում է պարգևներ նաև այստեղ, երկրի վրա։ Նրանցից մեկը խաղաղությունն է, որ գերազանցում է ամեն հասկացողություն։ Փիլիպեցիներին նամակում 4-րդ գլուխ 7-րդ համարում Պողոսը գրում է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերը և մտքերը Քրիստոս Հիսուսով»։ Այս խաղաղությունը հավատի մեծ պտուղներից մեկն է։ Նույնիսկ կյանքի փոթորիկների մեջ նրանք, ովքեր վստահում են Աստծուն, կարող են ունենալ ներքին հանգստություն, որը չի կախված արտաքին հանգամանքներից։ Այս խաղաղությունը հավատի արդյունք է և վստահության, որ Աստված վերահսկում է ամեն ինչ։ Հավատի մեկ այլ պարգևը մտերմիկ հարաբերություններ Աստծո հետ։ Հովհաննեսի ավետարանում 15-րդ գլուխ 5-րդ համարում Հիսուսն ասում է. «Ես եմ որդատունկը, դուք ճյուղերը, ով մնում է ինձ մեջ և ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել»։ Երբ մենք ամուր կառչած ենք հավատից, սնվում ենք Քրիստոսից և մեր հարաբերությունները նրա հետ խորանում են։ Սա բերում է ուրախություն և իմաստ, որոնք այս աշխարհի ոչինչ չի կարող տալ։ Հավատը մոտեցնում է մեզ Աստծուն և թույլ է տալիս ավելի խորունկ և իմաստալից ապրել իր ներկայությունը։ Ուստի եթե դուք արդեն հավատը դրել եք Աստծո վրա, կարող եք վստահ լինել, որ նա գործում է պարգևատրելու այդ հավատը։ Երբեմն պարգևները տեսանելի են՝ ապահովում, բժշկություն և խնդիրների լուծում, իսկ այլ դեպքերում դրանք դրսևորվում են որպես ներքին փոփոխություններ, խաղաղություն, հույս և վստահություն, որ Աստված ունի հավիտենական ծրագիր ձեր կյանքի համար։ Եբրայեցիներին նամակում 12-րդ գլուխ 2-րդ համարում մենք կոչված ենք նայելու Հիսուսին, հավատի հեղինակին և կատարելագործողին։ Հենց նա է առաջնորդում և պահպանում մեզ հավատի ճանապարհին, և այդ ճանապարհի վերջում նա առաջարկում է մեզ ամենամեծ պարգևը՝ հավիտենական կյանք նրա կողքին։ Ուստի շարունակեք վստահել Աստծում։ Հավատացեք, որ նա հավատարիմ է կատարելու իր խոստումները, և վստահ եղեք, որ ձեր հավատը չի լինի ապարդյուն։ Հավատի պարգևը շատ ավելի մեծ է, քան կարող ենք տեսնել կամ պատկերացնել, և այն հասանելի է յուրաքանչյուրին, ով քայլում է Աստծո հետ վստահությամբ և հնազանդությամբ։ Եթե ուզում եք ավելի ամրապնդել ձեր հավատը և ապրել այն պարգևները, որ Աստված պատրաստել է նրան փնտրողների համար, ես հրավիրում եմ ձեզ ամեն օր ժամանակ հատկացնել աղոթքի և հաղորդակցության նրա հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Թողեք ձեր լայքը և կիսվեք ձեր վկայությամբ Աստծո օրհնությունների մասին։ Թող Աստված օրհնի ձեզ։